Սկզբանե օրենք ընդունվեց եւ արտոնություն տրվեց, տարկետում տրվեց հատկապես սովորելու նպատակով շատ ողջունելի էր։ Բայց ինչպես շատ դեպքերում օրենքները կիրառելիս լինում են շեղումներ, այնքան էական շեղումներ, որ սկսում ես մտածել, թե արդյոք այս տարբերակը, որ ընտրված էր, ճիշտ էր։ Եվ այս իմաստով ես կարծում եմ իհարկե լավ կլիներ օրենք շարունակել գործել եւ հատկապես տաղանդավոր երիտասարդները ստանան հնարավորություն զբաղվելու գիտությամբ, շարունակելու գիտությամբ զբաղվել եւ հասնելու արդյունքներին, մանավանդ որ մեր երկրի հզորացման համար, մեր բանակի զինվորության մագարտակի, սպառազինության մագարտակի բարձրացման համար նույնպես գիտություն է պետք, գիտական մշակումներ, հզոր արտոնաբերություն, անպայման նաև ռազմական տեխնիկայի արտադրություն։ Բայց դրա հետ մեկտեղ կան նաև նեգատիվ երևույթներ։ Նեգատիվ երևույթներ, որ շատ հաճախ, գուցե շատ ասացի, առանձին դեպքերում իսկ դրանք շատ են, երբ շատ չսալվեցի, ասպիրանտուրա են թափանցում ոչ այն մարդիկ, որոնք պետք է ասպիրանտուրա ընդունվեն։ Գիտեք, տեխնոլոգիա է մշակվել։ Առաջին կուրսից սկսած արհեստական գերազանցիկ են դարձնում, մագիստրատուրա, հետո ասպիրանտուրա։ Գործում է ծանոթ ընկեր բարեկամ ֆինանսական ռեսուրսները։ Լավ կլիներ, ահա այդ շեղումը օրենքից չլիներ։ Ես օրինակ իմ պրակտիկայում այդպես չեմ վարվել, ես նաև մի ամբիոն եմ ղեկավարում, այստեղ աշխատանքին զուգահեռ, ես հանդեղ ամեն տարի եւ շատ վաղուց եւ այսօր նույնպես ընտրում եմ կուրսի լավագույնին իբրև ասպիրանտ։ Բայց ցավոք շեղումներ կան, նույնիսկ արտարոտ շեղումներ։ Հայցորդ են ձևակերպում ոչ թե ասպիրանտ օգտվելու համար այդ արտոնությունից։ Մի 2-3 տարի խնդիրը լուծում են, արագ փորձում են պաշտպանել դիսերտացիա։ Եվ խորհուրդների վիճակը դրանով շատ է բարդանում, շատ է ծանրանում։ Պետք է գտնել ճիշտ լուծումը։ Իհարկե, չպետք է զրկել տաղանդավոր մարդկանց անպայման գիտությամբ զբաղվելու հնարավորությունից, որտեղ դա ևս շատ օգտակար է, պետքական է մեր ժողովրդի համար, մեր երկրի համար։ Մամուլում եղան այսպես առաջարկներ, որ գուցե բացառություն արվի, ասենք թե ընդհանրենք նրանց համար, ովքեր օլիմպիադաներում հաղթել են, ովքեր միջազգային մրցույթներում հաղթել են, սա էլ տարբերակ է։ Ես այս պահին պատասխան չեմ առաջարկել մի այնպիսի մոդել, որը լինի ունիվերսալ, որը եւ հնարավորություն տա սովորելու, շարունակելու ուսումը տաղանդավոր երեխաներին, եւ մյուս կողմից էլ բացառելու կոռուպցիան։ Այդ կոռուպցիան մի չարիք է, որի դեմ պիտի ուղղակի պայքարել, հատկապես այդ ասպարեզում գիտության մեջ կոռուպցիան շատ մեծ վնաս կարող է հասցնել գիտությանը։ Եվ նաեւ իմ փորձից խորհրդի պես աշխատանքում գիտական արտոնշնորհող խորհուրդների աշխատանքում փորձից նկատում եմ, թե որքան վնասակար է այդ նեգատիվ երևույթները հատկապես խորհրդների աշխատանքի վրա ազդում են շատ բացասաբար, խորհուրդը հաճախ չի կարողանում ուղղակի մերժել, աշխատանքը բերում են ըստ կանոնակարգի ամեն ինչ, մնում է կամ բացասական քվեարկություն անել, կամ դժվար խնդիրներ են դրանք էլի, կամ խոսքով բացասական լուծում է, հաճախ անում ենք ստիպված ենք անել դա։ Բայց վերադառնալով նորից ձեր տված հարցին, ես կարծում եմ մտածելու խնդիր կա այդտեղ, շատ լուրջ մտածելու խնդիր կա։ Ես միանշանակ չէի կարող ասել ճիշտ արտոնություն վերացնել, միևնույն ժամանակ չէի կարող ասել, թե այս նույն կարգով որ գործում օրենքը պետք է շարունակվի գործել։ Պիտի ինչ-որ փոփոխություններ լինեն, պիտի ինչ-որ եղանակներ գտնվեն, որ գոնե այդ օրենքը չչարաշահվի, այդ օրենքը բան չկատարվի հստակությամբ եւ ճշգրիտ։ Նախ նաեւ այս օրերին խոսվեց, որ մենք ըստ էության ունենալով այդքան գիտական պոտենցիալ, այդքան մտքեր փոխարեն դերսում օգտագործելու դրսի համար ենք այդ ամենը արել։ Այդ դուք այստեղ խնդիր չեք տեսնում, նկատի ունեմ ժամանակակից տեխնոլոգիաների գիտության զարգացման, ինչու պիտի մենք 80-ականների զենք ունենայինք եւ ոչ թե հարց տվեցիք, այո, ճիշտ եք, այսօր մեզ համար ոչ թե չափանիշները գիտական աշխատանքի պիտի լինեն միայն հոդվածների կամ գրքերի միանգություն հրատարակումը, այլ այն թե այդ գիտական մշակումները ինչ արդյունք է տվել մեր տնտեսության, հատկապես մեր երկրի պաշտպանության ամրապնդմանը, սա չափազանց կարևոր է։ Եվ ես կարծում եմ այսուհետ գիտական հետազոտական աշխատանքի արդյունքը պիտի գնահատվի միայն
հենց այդ տեսանկյունից։ Իհարկե չեն կարող միջազգային պրակտիկայից հեռու գնալ, նաև կարևոր են հրապարակումները միջազգային մամուլում, հեղինակավոր հանդեսներում, բայց դրա հետ մեկտեղ դա միակը չպետք է լինի։ Դրա հետ մեկտեղ երևի ավելի շատ պիտի կարևորել այն, թե այս մշակումները ինչ են տվել մեր երկրին, մեր տնտեսությանը, մեր հատկապես բանակի զինվորության աստիճանի բարձրացմանը։ Իսկ այդ նպատակով մենք պետք է ունենանք արդյունաբերություն։ Չեմ վախենա ասել, չեմ խուսափի ասել հզոր արդյունաբերություն, ժամանակակից արդյունաբերություն, գիտատար արդյունաբերություն։ Եվ այդ թվում նաև ռազմական տեխնիկայի արտադրություն։ Մենք իդեպ նոր չէ, մենք ունեցել ենք դա։ Իբրև պատերազմող երկիր, ինչու դա մեր առաջնահերթությունը չի այսօր, պարոն Սուվարյան։ Ես կարող եմ ասել, որ առաջին թղթերի վրա համարվում է։ Որպես ծրագրեր կան, բայց պակաս կարևորություն է տրվում այդ ծրագրերի իրագործմանը, ինչը այս առաջին դասն է ստացան քարորիա պատերազմից, պիտի այսուհետ անպայման կարևորենք, որ երկիրը պիտի ունենա անպայման հզոր արդյունաբերություն, այդ թվում ռազմական տեխնիկա արտադրություն։ Ես նախորդ ցածուց ժամանակ բերել եմ Իսրայելի օրինակ։ Իսրայելը գտնում շատ ավելի վատ վիճակում գուցե քան մենք, արաբական կնշճապակման մեջ եւ անդադելի պատերազմական վտանգի մեջ։ Բայց նրանք կարողացան իրենց թե հզոր արդյունաբերությամբ, թե հատկապես ռազմական տեխնիկա արտադրությամբ դուրս գալ միջազգային շուկա եւ հարևաններին ցույց տալ, թե մենք ով ենք։ Կամ Ռուսաստանը։ Ռուսաստանին արդեն համարում են տարածաշրջանային պետություն, ոչ թե ասենք համաշխարհային գերտերություն, բայց Ռուսաստանը Սիրիայում իր կատարած որոշակի քայլերով աշխարհին ապացուցեց, որ ինքը ոչ գերտերություն եւ այն հզոր։ Ինչով իր զենքի ուժով։ Իսկ զենքը ինչպես կարող ստացվել միայն գիտության զարգացման արդյունքում, արդյունաբերության զարգացման արդյունքում։ Բայց այդ խնդիրը մեզ համար շատ ավելի կարևոր է, քան նախորդ հարցը, որ դուք բարձրացրիք։ Սա շատ ավելի կարևոր հարց է եւ անպայման մեր երկրում պիտի կարևորություն տրվի ոչ թե ասենք քարոզների զարգացմանը, զբոսաշրջության կամ մյուս ոլորտների, ես դրանք չեմ թերագնահատում, բայց առաջին պլանի վրա պիտի լինի անպայման արդյունաբերության զարգացումը։ Եվ ոչ թե սննդարտադրության, այլ հենց մեքենաշինության զարգացումը, սարքաշինության զարգացումը, գործիքաշինության զարգացումը։ Դա ընթացքում ոչինչ չեն կարել այդ մասով թղթից որոշ բան քիչ են կարել։ Այսօր ես կարող եմ թիվ հրապարակել։ Մեր գիտատար արտադրանքի տեսակարգը հնայի մեջ ոչինչ, մի 7%, բայց դա քիչ է։ Պիտի հասցնենք 20%։ Եվ ավելին, բարձր տոկոս։ Մենք պիտի եթե փորձեմ իշել խորհրդային պրակտիկան, մեզ համար դա նոր չէ, ոմանք ինձ ասում են ինչ ես ասում հզոր արդյունաբերություն։ Եվ որտեղ մենք ունեցել ենք խորհրդային ռազմաարտադրական համալիրի համակարգում գործող Հայաստանում գործող ձեռնարկություններ, որոնք թողարկել ռազմական արտադրանք։ Դրանք շատ հեռուն չնայելով մենք փոշիացրեցինք եւ այսօր պիտի ստիպված նորից ստեղծենք, բայց անհրաժեշտ է ստեղծել դա։ Եթե մենք ցանկանում ենք լինել անկախ պետություն ունենալու համար, անպայմանորեն պիտի ունենանք հզոր արդյունաբերություն եւ հատկապես բանակը զինելու համար անհրաժեշտ տեխնիկա։ Ասել որ դաշնակից, այսպես կոչված դաշնակից Ռուսաստանը պիտի դա տա։ Ես այդ տերմիններն եմ օգտագործել, ոմանք ասում են չեք ասում։ Ես ասել եմ, ելի կարող եմ համարձակ կրկնել։ Չի կարելի, հուշեցիք ինձ ուղղակի, չի կարելի սպասել, որ Ռուսաստանը կամ մեկ այլ երկիր մեզ զենք մատակարարի։ Մենք ինքներս պիտի ունենանք մեր ունեցածը, իհարկե որոշ բաներ կարող ենք նաև գնել, բայց մենք էլ հանդես գանք որպես մի երկիր, որ կարող է զենք արտադրել։ Իսկ սա շատ լուծելի խնդիր է մեր երկրի։ Դրա համար միտքը կա, իրագործողները կան, քաղաքական կամք չկա, պարոն Սուվարյան։ Չէ, քաղաքական կամք կլինի։ Դրա համար պետք է խնդիրը դրվի եւ լուծում տրվի այդ խնդիրներին, պիտի ինտեգրվեն գիտությունը եւ արտադրությունը։ Պիտի անպայման ապահովի դա, պիտի ապահովի պետություն մասնավոր հատված համագործակցություն, ես իմ հոդվածներում մի քանի անգամ այդ մասին նշել եմ։ Ճիշտ է, բարդ խնդիր է, ներդրումները պահանջող, բայց դրանք բոլորը լուծող խնդիրներ են։ Ուղղակի նման ծրագիր, նման հարցադրում ավելի խիստ այս բանակ այս քարորիա պատերազմը թելադրեց, որ պիտի անպայման այդ խնդիրը լուծեն։ Կարծում եմ այսուհետ մեր համապատասխան մարմինները, օղակները այդ խնդիրը կկարևորեն եւ անպայմանորեն կունենանք սպասելիք ակնկալելիք արդյունքները։